Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, առաջին ալիք ամերիկան կրկին ներկայացնում է մեր հերթական հարցազրույց, այսօր մենք զրուցելու ենք, եթե չափազանցություն չլինի, ասեմ, հայ ազգի ամենահայտնի այսօր երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ, Զախարութի հետ, բարի երեկո Հարութ, շնորհակալություն, որ ժամանակ գտար հարցազրույցի։ Ես նայում եի քո կենսագրությունը եւ ինձ շատ հետաքրքիր է, թե այն ժամանակ, սովետի ժամանակ, երբ որ ամեն ինչ փակ էր, ամեն ինչ հսկվում էր ԿԳԲ-ի կողմից, դուք ոնց կարացաք գնաք առաջ, խումբ ստեղծեցիք, եթե չեմ սխալվում, Էրեբունի էր։ Էրեբունի նորարիշի Էրեբունի վոկալ գորզիկային անսամբլը։ Այնտեղ բոլոր անսամբլները տենց էին կոչվում այն ժամանակ, պարտադիր էր վոկալ գործիկային։ Չէ, ամեն մեկի մեջ էր, այդ ժամանակներ ուրիշ խմբեր կային Սերպանտինա, Առաքյալները, Արտուր Մեչյանի խմբեր կային, մենք էր Արեշում հիմնեցինք, Արեշը գիտեք արդեն, բանը աղբարների հայրենիքը շատ են կենտրոնացած եւ կար համարյոտ կուլտուրայի տունը, որտեղ այդտեղ հավաքվեցինք իրար մոտ մի խումբ ընկերներով, ասում եմ, այդ ժամանակները համընկավ ռոք-ն-ռոլի այդ ծաղկման շրջանը, ամեն Beatles-ներ, Rolling Stones, Deep Purple խմբեր կան, որ դրանց մենք մի րոպե, Սովետում, Արեշում դուք որտեղից եք, ոնց եք լսում Deep Purple, նախ ուրիշ ինֆորմացիա չկար, South America ռադիոկայան կար, ամեն օր ժամը 11-ից 11:30 գիշերները մենք մխված մնում ենք այդ կայանի վրա, որտեղից շատ աղմուկոտ իհարկե խանգարում են սովետական գործիքներով մշապատում են, բայց ամեն դեպքում բռնում են Beatles-ների ձայնը։ Այսինքն 10-ից 10-ից երաժշտություններ։ Երաժշտություն եւ ինչպես նաեւ առանձին երգիչներ, ասենք, որից որսորենք Ազնավուր էին շատ սփռում, դրանք Tom Jones, Ray Charles, դրանք Սինատրա դրանք մեր տարիքներն էին, որից նստված տվեց մեր մեջ այդ երկիրը ու սկսանք, այսինքն, բայց միևնույն ժամանակ, ասեմ, հայերեն, այսինքն, ինֆորմացիա պետք է շատ ունենաս, որ ուզում ես երկես կամ թե ժողովուրդներ էինք լսում, ժողովրդական երգեր, ուսանական, աշխարհական երգեր եւ այդ երգերը, որոնք ամեն ժամ ռադիոների վրա էին, դրանց հիման վրա մենք կատարում ենք, ասենք, երգեր, այդ խմբերից, Beatles-ներից, Yesterday կամ Rolling Stones լսում ենք, առանց հասկանալու թե ինչ ենք լսում, մենակ գործիք հավաքվում եւ կուլտուրայի տան դերս ձեռներից մարդեր եւ կարողներ ամբողջ, ասենք, դեմոկրատական երկրներից ձայնային համակարգեր մենք կարողանում ենք ունենալ, որ այդ ժամանակ ֆանտաստիկ բաներ։ Ֆանտաստիկ է, նոր Արեշի կուլտուրայի տանը։ Արեշի կուլտուրայի տանը մեջ, այո, մոտավորապես ես 16-17 տարեկան էի, որ այդ խումբը սարքեցինք եւ պատկերացնում լավ հաջողություններ ենք ունենում նամանավան Պապլավոկ էդի Ջերիկող հավաքում են բացօթյա իջանը որ մեզ ասում են որ պետք է համերգ ունենանք ինչ դրամ ինչ բան մասին չենք մտածում մենք ժողովրդի առակ դուրս երգ եք Երկում ենք հայկական երգեր վերամշակման բան, դες երկում ենք եւ միայն ժամանակ չմոռանամ ասեմ որ մեզ դպրոց եղավ որ հարսանիքներ ենք երգում ունենք երկու տեսակի խումբ մի խումբ ժողովրդական ուդով, թարով, դհոլով, կլարնետով եւ
ունենք այդ գործիքները ձայնային սիստեմները, ամպլիֆայերները եւ երբ են պատկերացեք հարսանիք էինք գնում այդ գործիքներով, ասում էին ինչ գործիքներ եք ուզում, արևելյան, թե մոդեռն շատ-շատերը ասում էին ժամանակ այդ երաժշտությունը որ ջահելությունը գժում են, ասում են այդ գործիքներով ենք, այդ տանտերերը որ տենում են գործիքներով մտնում ենք ներ, ասում են գժանք էլի այսօր դի ջազ լսենք, բայց դրանք ժամանակներ էին որ իսկապես անարծատ մենք բոլորս անում ենք միայն եկամուտը մեր հարսանիքներից, բայց ինչ որ սովորել ենք, բայց գիտեք ինչ բանը ինչ ես լսում շատ կարևոր բան է, որ ինչի վրա է հիմնված։ Ես կարծում եմ հիմա այս երկարատևությունը, որ մինչև հիմա ես աշխատում եմ նախ ճիշտ երաժշտությունը ընտրելն է, որ հեռու էր թուրքականից, հեռու էր արաբականից, կամ ժողովրդական էր, կամ այդ մոդեռն այո։ Իսկ ԿԿԲ-ն բան ձեր չէր ճնշում, որտեղ այն ժամանակ բիթը դա արևմուտքի քարոզ էր, արգելվում էր։ Մի երեք անգամ որ այնտեղ ներկա են եղել այդ միլիցիայի վարչությունը, սա բռնում տանում էին բանը ուժունիկի ժողովրդի քաղաքամասը ուսում էին գլուխ բանանել։ Չի կարելի։ Այդ ինչ է երկում, այդ ինչ երկեր են բուրժուազիայի կապիտալ լուրջ տանում էին, մշակում էին։ Տանում էին, բայց մի նորից, բայց նրանք տեսնում են, որ մեջը առանձնապես քաղաքականություն չկա։ Իրանք ասում են, մերի մի հատ կբացառեք մեզ, այդ ինչ եք երգում դուք։ Ասում են, մենք իմանում ենք ինչ ենք երգում, այս ձևից հետո արդեն հանգիստ թողեցին եւ ժամանակները եկան, որ մտածեցինք, որ պետք է արտասահման գնալ։ Երևանից հետո ուր գնացիր դու։ Երևանից հետո այդ 69 թվականին այդ ժամանակ որ Երևանի խումբ ունեինք բանակ տարան ինձ այդ ժամանակ ես միաժամանակ ես ընդունվել էի Գարվեսի ուսումնարանը Փանոս Սերլեմիզյանի ես մասնագիտությամբ նկարիչ քանդակագործ եմ ու այդ ժամանակ բանակ տարան, որտեղ ուսումնարանից տանում են համալսարանից չտանեին։ Դա գնացինք 2 տարի ծառայեցի Ուկրաինայում ու հետ եկա նորից ընդունվեցի այդ ուսումնարանը, բայց 74 թվականին իմիջիարոց ես զավակն եմ Եսայի եւ Ծաղիկ Փամբուկյանների, որոնք առաջին ներգաղթին ես Երևանում եմ ծնվել։ Ու հետագին եկանք Բեյրութ, որտեղ մեր հրավերը Լիբանանից էր, մորաքուրներս այդտեղ էին ապրում։ Եկանք, բայց մի տարի հետո այդ քաղաքացիական պատերազմները սկսեցին ու այդտեղից տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ ու հետագին որ Լիբանանցը ասում են հարուտ է մեզ մեն է, Բեյրութի հարուտ է, պարսկայրեք վասնև, բաբա պետ իմ էտանա, ամեն ու ես չէի բանամ առարկում իրանց էտի օգնում էր ժողովրդականությանը, որ ես եկա Միացյալները տիրում էր մի տեսակ երաժշտություն, որ ռուսահայերը բերել էին իրենց այդ պատմական Հայաստանից բանից ջարդի դեռ ջարդերը չսկսած այն հայությունը կարեսել, որ Ամերիկա հայեր էին ասում Մոնտեբելոյի դրանք էին իրանց հետ բերել էին բանից Պոլսից, Ադանայից, այդ թուրքական գործիքներ, այդ Դումբեգն, ուդ, եւ երգում էին այդ ժամանակ, ստեղ երգում էին սուդե, ամեն բան սուդե, ես երգեր բանով, բայց կապ չունի հայկական երաժշտության հետ, ու ես սկսեցի միջարից գալուց ես 2 ամիս հետո, ես պետք է ձայնագրություն սարքեմ ու առաջին ձայնագրությունը
սարքեցինք ու երասված վերնագրով ու այդ ռումբի նման պայթեց իհարկե ես սիրում եմ իրերը ոնց որ կանտ էներգիացնեմ ու գրում եմ երկը ումա պատկանում ովա երկի առաջի անգամ վերնագիրը որ ասված էր ու ձայնագրեցինք այդ բանով իմիջիալից երաշներ չկային Լոս Անջելեսում հայ երաշներ նայթ քլաբները, ռեստորանները մտան մի տեղից միած սևական տեսա որ նվագում եմ ասի ձայնագրության մեջ կնվագես ասեց կնվագեմ ասի ինչքան ավճարում ասեց մի հատ համբուրգեր կառնես կամ կնվագեմ եւ բաս գիտարիստը հույն գիտարները ամբողջ ես եմ նվագեն մնացածը բոլոր ամերիկացի սև ու դա ձայնագրությունը ասեմ որ առաջի շաբաթում 3000-4000 օրինակ մի շաբաթվա մեջ վաճառվեց այսինքն բաներ ու մի անգամից այդ սերի խեղճ երաժիշտները որ կային այդ բանդերի բանի ու սրանք մի տեսակ անգուրծ մնացին այդ երաժիշտները իշխում էր Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում, Նյու Յորքում, այդ հայությունը դրանցով էր։ Դու տենց հայտնի դարձար այդ երկու։ Այո, չէ, այդ ձայնագրությունից հետո արդեն սկսան արդեն դերսերից հրավիրել։ Առաջին հրավիրեց Ուրուգվայից եկավ Հարավային Ամերիկայից, Արգենտինայից հետո արդեն սկսանք ամբողջ աշխարհով գնաց ու ասենք շարունակում է մինչև հիմա, որի համար շատ ուրախ եմ և կարծում եմ, որ ժողովուրդն էլ սրտաբաց ընդունեց, որտեղ նամանավանդ Լոս Անջելեսը կինոյի երաժշտության մեկ հայ է, ամեն ինչ ստեղից ասկսում ու ասան արդեն լեգենդեր պատմելի մասին բաներ իրական կամ ոչ իրական ու սենց շարունակվեց մինչև արդեն 50 տարի է։ Իսկ բանի հետ, Մեշյանի հետ դու համագործակցել ես, աշխատել եք։ Մենք ընկերներ ենք եղել, բայց այդ ձայնագրությունից հետո մենք ընդհարվեցինք իմ հետ։ Մեր երիտասարդության կուրքն ենք, դրան ոչ մի խոսք ու եւ այդ երկի պատճառով Մենակ այդ երկի պատճառը չէ, դրանից հետո ռեկվիեմ ուներ Արթուր Մեշյանը, որ այդ ռեկվիեմը ձայնագրեցի ու այդ ժամանակ իմ նամակները, որ գրում էի, ոչ մի բան չէր հասնում Հայաստան, որտեղ երկրորդ ձայնագրությունների մեջ, դիսկերի մեջ սա ձայնագրել հեղափոխական երգեր որ մեջ հիշում է դաշնակցություն բան և կառավարություններ ով էր հետը տանում էր կասետ կամ դիսկ բան էին անում վրեն նկարը փոխում էին որ ներս թողնեն հավաքում էին բոլորը ու այդ ձևի ինչ որ արգելված է արդեն մարդիկ սենց սովպես ընդունում էին ու լսում էին և ես չկարողացա իրանից թույլատվություն խնդրեմ որ էդի ձայնագրեմ ես ռեկվիեմ ունեի ձայնագրված շատ ու կարողացա մոտ բերել և ամերիկյան improvisationով, գիտարներով, սիմֆոնիկ օրկեստրով ձայնագրեցի ագին խնդիրին ունեցա իրար հետ, բայց ուզեցա խոսել իր հետ, բայց հետս չէր խոսում, շատ էր վերավորած մտածեցին Հաղվերյան էլ չէր սիրում, որ ես երկերը Բայց դուք իրար հետ էլ սկսեցիք, իրար հետ էլ երգ ուներ։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, արդեն մարդկանց մեջ տարբեր երգը, որ դուրս եկավ, երգը որ թռավ, դառնում է ժողովրդի սեփականություն է, լսում, բայց ինքը շատ
վատ ընդունեց, բայց մի անգամ էլ Երևանում sense ինտերվյուի ժամանակ ասեցի Արտուրի ես գո տշնամի ինչ եմ, ես քո երկրպագուն եմ առաջին հերթին, իսկ այդ գերեզանագերը պատճառը մենակ այն աղև որ ինքան եմ սիրել, ինքան եմ սիրել որ չկարավ սա բանը, ու ձայնագրել եմ, բայց բաներ դիսկեր Եվ հետևը մի ամբողջ երկար հոդված եմ թողել, որտեղից է գալի այդ երկերը, բայց ես չի իմանում, որ այդ երկերի տեքստերը բանա Սուրկայի բանասեր Մուշեղի Շանինը ու ինքն էլ չէր ասում։ Ու եւ Սույտես Կարիոնի աշխարհի ցավով տարօրինակ մարդ արարած։ Բայց Արտուրի մեջին այնտեղ ունի ինքը մի հատ մելոդիայի գիծ շատ մատչելի եւ համապատասխան ժամանակի ռոք-ն-ռոլի օրենքներին եւ պայթեց եւ ամբողջ երաժշտությունը օրանժերովկան արել էր ամերիկացի, բայց շատ մեծացած սիմֆոնիկով ջութակներով, թավջութակներով, սենց հետո որոշ ժամանակ հետո ասի արի ես քո հանդեպ մարդ չունեմ, ես քո ամենամեծ պրոպագանդիստներից մեկն եմ, եթե ձերք մեկնենք իրար, կարանք լավ գործեր անենք իրար հետ, եթե դու դրան պատրաստ ես, ես կարող խոսեմ, ես քո հանդեպ ոչ մի թշնամություն չունեմ, դրանից հետո դադարեցինք խոսել, ու դա շարունակվեց, բայց միայն հատուկ առիթներով, ասենք բանի ցեղասպանց որ երեկոներ էին լինում, այդ շարունակներ երգում էին։ Իսկ Հախվերդյանը ոնց տարավ որ է երգել։ Հախվերդյանը ինձ իրան բերեցին իմ տուն դուրը բացեցի մենա Ժան Նշանյանը կա դերասան։ Ինձ բերեցին ծանոթացանք քիթայելի կաղցեն, բայց եկավ։ Հետո նստանք ես ինքը բանի մի երկու բոչկա արախ խմեցինք Հետո ուրախ սվարդ գնա ես գիտարն էի երգեցի մի քանի հատ երգ ինքը գնացել է այնտեղ միտեղ նստած է մեկ էլի խոսացել է անասել է այդ տղու մասին ոչ մեկ այդ պատման չխոսակի մոտ գիտեք այդ ինչ խմող է բանի դուրս եկա որ էտել է մոտիկացնում է այնտեղից դարձանք ընկերներ դարձանք եւ ու այտենց երկեր էլ գրեց հատուկ հիմա որ ձայնագրեցինք դարձանք ընկերներ երբ դու հետ եկար սովետական միություն համերգներով մեծ արդեն երբ եղավ դա երկրաշարժի հաջորդ տարին ես գիտեի որ շատ են լսում պապա արդեն դու հայտնի ձախ հարույթներ ամենասիրված հայ մշակութային կապի կոմիտե կար ժամանակ արտասահմանի հետ այդտեղից հրավեր եկավ ու ռեկլամները սկսվեցին ու ասեն երկու հատ համերգ պետք է անես հրազդան ստադիոնում հետո այդ երկուսը դարավ 4 դարավ 6 մի շաբաթ սոլդատ հրազդան ստադիոն նասարանների արանքներն են ասականների վրա են նստում հետո մի ամիս մեկուկես ամիսերի երկեցինք համալիր ամեն օր ու ամբողջ այդ կազմակերպված էր բանի համար աղետի գոտու բանի գնա երկում ենք անում մնացոր sense գիտենք որ մի բանի պետք է ծառայի ես չէի հարցում այս փողը ինչ է լինելու ինչ է Այդտենց մեկուկես ամիս ամեն օր իսկ շաբաթ կերակերերը երկու համերգ մի հատ ժամը 6-ին մի հատ ժամը 9-ին եւ գիտեք ինչ Շիֆուտինսկին զանգեց ինձ Միշան որի հետ Արբատ ռեստորան ունեինք մենք սա որ բանի ռուսական թեկումով բաներ ռեստորաններ այդտեղ մոտ մի 5-6 տարի ես ու Շիֆուտին աշխատել ասեց առուտ ասեց սլամալ մոյ ռեկորդ ասա բայց ինչ եմ արել ասում եմ ես երկու գիշեր իմիջարեց երկու արտիստներից էին ես եւ ինքը որ այդտեղից դուրս գալուց հետո մեզ իրավունք տվեցին
ընդունել երկրում համերներ Սովետում համար։ Հա։ Ես ասած դու ասա ինքն էլ այդ ժամանակում ինքն էլ հետ գնաց ստեղից։ Հետ գնաց եւ Ռուսաստանում 2 ամսից միլիոնատեր դարձավ ինքը։ Ու լսել է այդ համերներին, ասեց իսլամանը ռեկորդը ջարդել է մեզ։ Ասի ինչ եմ արել։ Ասեց ես 2 օր լսեցի Լուժեկի ստադիոնը, դու 6 օր քտո տիտաղո яра, ասենց էր խոսում ինքը։ Ասում չի լավ բարեկամներ ենք Շվուտինսկի հետ։ Երբ որ գալիս հաստեղ տեսնում ենք խոսում ենք իրար հետ։ Քո երգի ոճը այդ Beatles-ների ու հայկական ժող գործիքների տենց միքսա։ Այո։ Տենց կարանք ասենք։ Այ ոնց կբնութագրես քո երգի ոճը ինչա։ Իմ երգի ոճը rock and roll-ա եւ ինքան հարուստ է մեր ժողովրդական երաժշտությունը։ Even կոմպոզիտորները այն ժամանակ էլ հիմա սաղ կոմպոզիտոր են բոլորը, բայց կոմպոզիտորները են երգեր գրում, որ փորձում են նմանվել ու դրա ընդհանուրից մի ոչ դուրս եկավ, այն տարբերությամբ որտեղ ռադիո կար, այդտեղ ռադիոյի մոտից ոչ ոք չէր կարող անցնել ու ինձ այդ ռադիոյում հրավիրեցին ինտերվյուների բաների եւ երևի չափից բաներ տպավորությունը ընդունելությունը ժողովրդի կողմից էլ չկարողացան չասին այսպես հետո միտեղից էլ legend անունը ժողովրդը կպցրել Որից դեռ լեգենդ ազնավուրն է, լեգենդ Թոմ Ջոնսն է, Ռեյ Չարլզն է, Արեթա Ֆրանկլինն է, ասես դու էլ մեր լեգենդ ես, ասի լավ լեգենդ։ Իմիջիայլոց երգելու ժամանակ քո ձեռքի շարժումները շատ նման են Ազնավուրի ձեռքի շարժումներին։ Շատ եմ սովորել իրանից, ինքը միշտ է գալիս էր համերների, մի համեր բաց չեմ տվել, ճիշտ ասած գնացել եմ սովորելու իրանից։ Ու մի անգամ բախտավիճակով Մոսկվայում երգի մրցանակաբաշխություններ դուրս եկավ եմ տեսա դիմացս ճիշտ դիմացս նստած է Ազնավուրը իրան էլ են Ազնավուրը Լևոն Սայան իր մենեջերը կինը երեխեքով դողան կապած ինչ պետք է երկեմ ես ինչ որ ինձ ասել էին որ բանով ռիթմիկ երկեր մի երկու հատ երկեցի մոտս մի հատ ձայնագրություն ունեին իմիջիայլոց Ազնավուրից 12 երկուն եմ ձայնագրած հայերենով որի թարգմանությունը լիբանանահայ բանասես կա Աբրահամ Ալիքյան եւ մի հատ տղա կա Պերչ Ինչյան որ Ազնավուրի լավ ֆրանսերենի մասնագիտ է ու այդ երկերը նրանք ընկան երբ սիրում ես ինձ երկը դակամին է աշտան փեշերիտ է խաղում եւ անձրևն է գարնում ոդեմքի թեմաղում եւ սիրում ես դժվերում մի հատ երկը էդի ձայնագրեցի հայերենով ու երկերը որ տվեցին ասեմ մի հատ երկեր ավելացրեք երրորդ երկը ու Ազնավուրն դեռ նստած ասի մեր վարպետը վերնոյա թույլ տվեք այս երկը բանից տրագից դուրս երկեմ երկեցի հետո ժողովուրդը կանգնեց ոտքի վրա ու չէ բանանում հետո մոտեցա իրան ձերքը համբուրեցի դերից ծանոթացանք դրանից հետո իվ որ գալիս էր կարողանում էի տեսնել իրեն բայց ուզում եմ ասեմ շատ եմ նայել ես այդ մարդը կախարդ է եթե ձենել կտրվի ձեռքերով իրան կարա երկի դրա համար շատ ասել ու ես հպարտ եմ որ օգտվել եմ իր երկերից որ կարող է անհավատալի թվա չափից ավելի հայկական են իր մելոդայնությունը ջաբերու ինքը միշտ էլ ասում է ես
ֆրանսիացի երկիչ եմ, բայց երկերս ամբողջ գալիս հայկական արմատներից է գալի, ու երևի դա է, ժողովուրդը մինչև որ կորցրինք իրանց շատ օրեր։ Ոնց ես դու վերաբերվում այսօրվա երաժշտությանը մանավանդ լոսում, ինչ ռոմանտիկա, ինչ Beatles, փող։ Բիզնես ոչ թե երգեն, այլ բիզնես պրոյեկտներ են։ Ասեմ, որ բոլորը նախ կոմպոզիտորներ են։ Սա երգ են։ Բիզնեսը պետք է նեղացվի։ Սա երգ են գրում։ Իսկ ես ասենք տեսակ մեկն եմ քիթս կողոտեմ այնտեղ ինչից որ հասկանում են։ Մարդիկ տարիներով գնում են սովորում են ուսումնարանում գեղարվեստի դերինի բանում կոմպոզիցիայի բաժին կար, ստեղծագործական։ Մարդիկ գնում սովորում են, իսկ հիմա բոլորը երգ են գրում, մի 20 հատ երգ կա հոր մասին, կամ զանգում են ասում մի հատ պապայիս համար լավ երգ գրեք, բանա բսրում են, կամ մամայի ծննդյան համար մի 120 հատ երգ կա, ամենը կա առանձին Ընքան վիճակը լավացել ժողովրդի փող տալիս են ու տենց երկեր բայց ճաշակը փչանում ճաշակը բայց ինձ դրանք չխանգարում շատ ախանգարում մի բան որ այդ Տավրոսի լեռնաշղթայի վրա դիշեր լիքեսեն այդ դիշերը ուղված դեպի Հայաստան մշակույթային ջարդա գնում սա թուրքական երկերը որ մաչելի են, բոլորը լսում են, even բաներ կան, երաշներ կան, որ լավ երաշ են, լավ կամ դու նվագով, զորնա նվագով, սաղ նվագողներ կան Հայաստան, որ թուրքերից լավ են նվագում։ Սրանք even գնում են Թուրքիա ձայնագրություններ անելու, իրանց նպատակն է Նանսեն մեկն չափեց հայասեր։ Ֆրիտյոֆ Նանսենը։ Ասել է, որ մի հատ ժողովրդի եթե ոչնչացնես, մշակույթից սկսի։ Ու մշակույթից են սկսել, ու ես ասեմ, նայ ծնողներս Լիբանանից էին, ես Երևանում ծնվել, լսում էի հերս Թուրքիա լսում, որտեղ հասկանում էր։ Խոսում էին տան մեջ արաբերեն, ավելի շատ հայերեն, արաբերեն, որ Լիբանանի լեզուներ, հետո իրանք հերս Զեյթունցի էր, պատմական Հայաստանից, մերս Տիգրանագերցի։ Լեզուն իմացել են իրանք, ու այդպես ես ակամա բանը զգացել եմ թուրքական երաժշտությունը ու հասկացել եմ։ Երբ որ հասկանում ես թուրքական երաժշտությունը, մի որևէ երաժշտություն լեզուն որ հասկանում ես, ավելի շատ ես կապնվում այդ լեզվին, որովհետև իրանց թուրքերի երաժշտությունը դարերով ապրել են այնտեղ, հայերի համար շատ բան է գալի, շատ քաղցր է գալի իրականին, բայց հոգեբանական մի մոմենտ կա, ես even թուրքական ապրանք չեմ ուտում, բանի բունաբաներ կան, բաներ կան, ճաշատեսակներ կան, բոլոր Թուրքիայից է գալի, ու ամենաշատ ծաղողները թուրքական ապրանքը մեր հայկական բաներն են, գրոսները։ Ես even այդ չեմ ուտում, իսկ իմանալը այդ լեզուն, այդ երաժշտությունը հասկանալը, ինձ օգնում է, որ չսխալվեմ ես։ Ես էլ սխալմամ Բայց քո երկերի մեջ չկա այտենց։ Նայ, մի հատ կրկլոց չէ, բայց երկ կա, որ ձայնագրել լսել եմ Մարաթուկ ազգական անսամբլից, հայքաջեր, էդի ժանեմերոր հասական, ձորնեկով ու էդի ձայնագրել եմ ես։ Հետո բանից պարզվեց, որ թուրքական արմատ ունի, թուրքերն բայց երկել եմ էդի, դրանից հետո չեմ երկում էդ երկը։ Որտեղ ասենք մի բան սար մի բան անում ես, սովորել ես էլ չանել էդի։ Ու հիմա ինքան եմ ես լսում, ասենք ով ինչա
ինչ է երկում, ինձ էլ փորձում են համոզել, որ եթե հայկական երկա պապասագրել է, տատասագրել, նայ, ասում են ինձ մի համոզեք, ես աղբար եմ, ինձ չկարա ֆրստեք, ես տան մեջ լսել եմ այդ երկերը ու գիտեմ իրանց թուրքական երազային ճամփեքը։ Եթե մի կողմ, հետո բոլորը բարերներ են գրում, բարերներ բանաստեղծությունը բանի ասում են դու երգ չես գրում, հարցում են, ասում են, նայ, ես կատարող եմ, կատարում եմ, ինչի պետք է ես այն ազգի երգը երգեմ, որ դարերով ես երկրորդ ջեներեշն եմ, հերես ճակատի վրա ասենց կասնի տեղ ուներ, խփել են, ընկերա մերնեն վրեն, չի շարժվել տեղից, ասում որտեղ աշխարհները զենքերը սպասում են ջարդից հետո սպասում եմ, հետ մեկը շարժվավ, գարի բանը, սվինները, ինչի ես այդ ազգի երկը պետք է թարգմանեմ երկեմ, ինչքան էլ սիրեմ, բայց երևի, ինչ ամ, հեշտ է իրենց համար, դյուրինը, լավ երաժիշտներ կան։ Ու շատ է, կողքներս են։ Հա, կողքներս են։ Անընդհատ է։ Այո։ Անընդհատ է։ Ինչ պլաններ ունես։ Պլաններ, ունեք, աշխարհով մեկ գնում եմ, մինչև հիմա իմ հանապազորյա հացը երկում աշխատում, քանի պահանջը կա, եւ որ ես չեմ ուզի, որ ես թողնեմ երկը, ես կթողնեմ երկը այն ժամանակ, երբ որ երկը ինձ թողնի, զգա, որ իմ կարիքը չկա շուկայի մեջ, բայց հիմա ստեղ սաղ միտեղ ենք, մեր պարարվեստի մայստրո ունենք, բարի պետականի, որ բալետել էր պարում, ինչ էր, ինչ ասում էին անեմ, Արգենտինա տեսա իրան, ասեց, հոր մի բան պետք է ասեմ քեզ, ասի խնդրեմ, ասեց, հետարքի ես վերջերս Երևանում էի, նայեցի վերև, տեսա մի հատ երկու հատ աստղա, բալկոնից ներքև նայեցի, ինչ, ասեց, սաղ աստղ են, ու բան, ես ինչ եմ ուզում ասում, շնորհքով երկիչներ շատ կան, տաղանդներ շատ կան, հետո ինձ զարմացում է, գնում են Eurovision, բանը շահում են 8-րդ տեղը, 9-րդ տեղը, 10-րդ տեղը, գալիս են ու այրապորտում իրանց ամբողջ Հայաստանը դիմավորում է։ Իմ կարծիքով բանը եթե մեկը շահել է, առաջին տեղը պետք է շահես, ոնց են բանից չեմպիոն գալիս ոսկե մեդալով, օլիմպիադաներին ամեն մի Eurovision մարդիկ ցնդում են, Eurovision պետք է տանք, մենակ գնալը չէ, պետք է շահես, արժանի գտնես այդ ծափահարությունները, ամերները։ Դե քո պարագայում երջանկություն է, որ մինչև վերջ պահանջված ու սիրված ելնես երաժշտությունը։ Հետո մի բան էլ կա, անասում եմ, դուք ժահեր եք, տղեր ջան, ինչի եք բանում պլեսով երգում։ Հիմա եթե չէ։ Հեշտ է։ Ասում մինուսը դրեք երկեք վրեն, որ ժողովուրդը զգա երկում եք։ Ինչի համար։ Փողը կա, գործը կա, համերգը կա։ Ամեն դեպքում ասում են հասցե խնդիր է, բայց սենց բարագաներին ես ուրիշ ձևի եմ վերցում այդ հասկացությունները։ Իվր մի անգամ Երևանում հրազդան ստադիոնում մեկը մոտեցավ ասեց 89-ին ասեց Հարդ լայֆ ես երկելու, ինձ հարցել, ասի ուրիշ երկելու ձև էլ կա, երկերը մի տեսակ ալում, ու իմիջալոց գործիքներ ասին չկա Երևանում, sound system չկա Երևանում, մի հատ ավտոն էի, Mercedes ծախեցի, $60,000  15 տոննա գործիք տարա հետս, ամբողջ բաներ ձայնային սիստեմը, տարա հետս, որ այդ համերգները տեղի ունենան, կարողանանք երկել, վերջում էր թողեցի ֆիլարմոնիային ու հետակա, որտեղ ստեղի համար այդ գործիքները շատ մեծ էին և շատ ուժեղ էին, չէ կարավ։ Ես վերջերս շատ տարածում գտավ քո Ռոլանդի երգը, որ Ռոլանդը երգում է դու մեջը
Ունես շատ սիրուն երգա։ Ռոլանդը շնորհքով դղայա ինքնատիպ կարողանում է երգերի, այտենց երգեցի մի հատ այդտեղ։ Ինչ պլաններ կան։ Պլաններ նայեք մի հատ ժողովուրդ կա Ռուսաստանում, հայություն։ Նախ քաղաքներ կան, որոնց ժողովրդի մակարդակը միջինից շատ բարձր է։ Դրանցից մեկը Մոսկվան է, Սան Պետերբուրգ, Լենինգրադ, ես ժողովրդի այսինքն բերանից բարձր կուլտուրա, հիմա եղել եմ շատ քաղաքներում, բայց ծրագրերի այն են, որ ապրիլ սկզբից համերներ ունենք Երևան, Մոսկվա, Լենինգրադ։ Երևանում էլ կա։ Հա, Երևանում էլ կա։ Այդ համերների մեջ է մտնում։ Պիցիգորսկ, Սոչի, Սուխումի, Դանի, Ռոստով, Վոլգոգրադ, սենց այդտեղի ժողովուրդը շատ բարձր մակարդակի ու իմիջիայնից բոլորն էլ նախ եւ առաջ կրթված կարող եմ ասել Հայաստանից վերջին 20-30 տարիների ընթացքում գնացած ամբողջ ինտելիգենցիան բանում է Մոսկվայում 1,700,000 հայություն կա Մոսկվայի մեջ եւ գնանք այսպես անշլագ այդ համերները կան որ պետք է անենք ինչպես նաեւ նոր երկեր բաներ որ փորձում եմ հայտարարել ընդհանուր միջին ընդզսեն դու գրի չած չի ամեն մարդ իր գործը ամեն մեկ մարդ իր գործը պետք է անի դրանք են որ պետք է գնանք բայց այդ էլ ասում եմ Սիբիր գնացի ես երկելու ասում -40 ասում Ժորժան շատ լավ ժողովուրդ եք, սիրում եք երաժշտությունը, բայց ամառը կանչեք ինձ, ամառը։ Մեր շնորհակալություն, Հարություն, շնորհակալություն հարցազրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը մեր ամենասիրված երգիչ Ձախ Հարութն էր, մենք կհանդիպենք ցտեսություն։